Հայաստանում աղքատության կայուն նվազեցման համար միայն տնտեսական աճը բավարար չէ։ Անհրաժեշտ են ավելի շատ եւ ավելի որակյալ աշխատատեղեր, բարձր արտադրողականություն եւ սոցիալական պաշտպանության ավելի հասցեական քաղաքականություն։ Այս եզրակացությանն է հանգում Համաշխարհային բանկի խմբի հրապարակած Հայաստանի տնտեսական զարկերակը ձգտելով աղքատության նվազեցնող աճի ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ վերլուծական զեկույցը, որը ներկայացվեց Գյումրիում։ Համաշխարհային բանկի խմբի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ընդգծեց, որ տնտեսական աճի դրական ազդեցությունը հավասարաչափ չի բաշխվել հասարակության բոլոր շերտերի միջև։ Վերջին տարիներին 2021-ից մինչև 2024-ը Հայաստանը գրանցել է միջինը շուրջ 8% տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ աղքատության մակարդակը նվազել է 26.5-ից հասնելով 21.7%-ի։ Սրանք անկասկած շատ տպավորիչ արդյունքներ են, սակայն երբ ավելի խորությամբ ուսումնասիրում ենք զբաղվածության, աղքատության եւ տնտեսական աճի փոխկապվածությունը, տեսնում ենք բավական հետաքրքիր պատկեր։ Պարզվում է, որ տնտեսական աճի օգուտները հավասարաչափ են բաշխվել։ Աճից ավելապես շահել են նրանք, ովքեր ունեն ավելի լավ եւ պաշտոնական աշխատանք, կայուն զբաղվածություն եւ լիարժեք ներգրավված են պաշտոնական տնտեսության մեջ։ Մինչդեռ նույնը չի կարելի ասել աղքատ բնակչության մասին։ Թեև աղքատ եւ ոչ աղքատ խմբերի զբաղվածության մակարդակները գրեթե նույնն են, տնտեսական աճից առավել մեծ օգուտ ստացել են այն մարդիկ, ովքեր աշխատում են պաշտոնական պայմանագրերով եւ ավելի պաշտպանված աշխատանքային պայմաններում։ Զեկույցը բաղկացած է երկու հիմնական բաժնից։ Առաջինը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումները եւ առաջիկա տնտեսական կանխատեսումները, իսկ երկրորդը նվիրված է աշխատաշուկայի եւ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության, աղքատության ու անհավասարության ձևավորման եւ կրճատման վրա։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանի վերջին տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշները դրական են, սակայն դեռևս բազմաթիվ մարտահրավերներ կան, հատկապես ոչ ֆորմալ զբաղվածության ոլորտում։ Ոչ ֆորմալ եւ ցածր արդյունավետությամբ աշխատանք ունեցող ընտանիքները դժվարությամբ են հաղթահարում այդ աղքատությունը՝ ի տարբերություն մյուս ընտանիքների, բայց մենք այստեղ երկու մեխանիզմ ենք օգտագործում։ Մեկը խրախուսման մեխանիզմն է, որ քաղաքացիները իրենք եւ նաեւ գործատուները իրենք ուզենան, որպեսզի այդ աշխատատեղերը ստվերից դուրս գան եւ հայտնվեն ֆորմալ հատվածում, եւ պատժիչ մեխանիզմները։ Պատժիչը դե շատ պարզ է, հարկային վարչարարությունն է, որովհետեւ դա օրենքից դուրս է եւ չի կարելի դա անել, հարկային իր ռեսուրսների շրջանակներում ռիսկերի վրա հիմնված ստուգումներ, օպերատիվ հետախուզական գործունեություն, թվային գործիքներ եւ այլն, փորձում է դրանք վերանել եւ կարծես տիպողաբար բերել ֆորմալ դաշտ, որը աշխատողներին ավելի պաշտպանված է դարձնում, հա, տարբեր առումներով։ Թեև գործազրկությունը շարունակում է նվազել, այն դեռևս բարձր է շուրջ 12.8%։ Միայն սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները չեն կարող երկարաժամկետ լուծել աղքատության խնդիրը, ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել աշխատաշուկային, ասում է Համաշխարհային բանկի խմբի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը։ Գործազրկությունը նվազում է, բայց նույնպես գտնվում է 2025 թվին 12.8%-ի վրա, որը բավականին մեծ գործազրկություն է։ Իսկ այստեղում զեկույցում ավելի շեշտադրում է դրվում, որ աշխատաշուկան պետք է ունենա որակյալ աշխատատեղեր, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ մասնակցեն աշխատաշուկային եւ կարողանան աղքատության դուրս գան այդ թակարդից։ Զեկույցը ցույց է տալիս, որ բանավոր պայմանավորվածությամբ աշխատատեղերն ու ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող քաղաքացիները զգալիորեն ավելի հաճախ են հայտնվում աղքատության մեջ։ Սրանից հետո լինելու է նոր, այսինքն մինչև 1 տարի կազմելու շատ ավելի մանրամասն զեկույց հենց աղքատության եւ հավասարության գնահատման համար, որի համար ամբողջ ժամանակ աշխատելու ենք նախարարության հետ։ Մասնագետներն ասում են, տնտեսական աճը պետք է ուղեկցվի արտադրողական աշխատատեղերի ստեղծմամբ, ֆորմալ զբաղվածության ընդլայնմամբ, հմտությունների զարգացմամբ եւ ավելի արդյունավետ սոցիալական քաղաքականությամբ։ Հակառակ դեպքում տնտեսական աճի արդյունքները կարող են հասանելի չդառնալ հասարակության առավել խոցելի խմբերին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ քննարկումների եւ ՓԱԿ գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության վարչությունը որոշել է խորհրդարանական խմբակցությանն առաջադրել ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետեւյալ թեկնածուներին։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, Արտաքին հարաբերությունների
հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան, Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Բաբկեն Թունյան, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ Փաշինյան, քանի որ դուք եք առաջին իշխանությունն ընտրելու հանձնաժողովները սկզբում, բայց դոնտի Ներողություն, հազար ներողություն։ Էդ էլ ասեմ, որ այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն, այսինքն որ երկու հանձնաժողովն եք որոշել վերցնել։ Դե գիտեք, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, շնորհիվ մենք քննարկել ենք, բայց այդ խորհրդանական մեր գործընկերները կասեն, որովհետև դեռ ժամանակ կա ինչ որ քննարկումներ կլինեն, այսինքն մենք քննարկում ունեցել ենք, որոշել ենք, բայց քանի որ դեռ ժամանակ կա, հնարավոր է ինչ որ ճշգրտումներ լինեն, դրա համար ես հիմա չասեմ։ Մերձավոր Արևելքում լարվածությունը կրկին սրվել է։ ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորման թիրախներին՝ ի պատասխան թագավորության դեմ հարձակումների։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ամերիկյան ուժերի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարվածներն ուղղորդվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Սենթքոմը նշում է, որ երկու երկրների կործանիչները հարվածել են Իրաքի արևելքում գտնվող ահաբեկչական բազմաթիվ լոգիստիկ եւ զենքի օբյեկտների, որպես վճռական պատասխան վերջին 72 ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի ավելի քան 30 հարձակումների։ Ամերիկյան ուժերի դեմ անհիմն հարձակումներն անհաջող են եղել, հավելել է հրամանատարությունը։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը եւս հայտարարել է հարվածների մասին, նշելով, որ այդ խմբավորումները պատասխանատու են թագավորության արևելյան նահանգում նավթային օբյեկտների վրա ԱԹՍ-ներով հարվածների համար։ Գերատեսչությունը հավելել է, էսկալացիա չի ցանկանում, բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի։ Հուլիսի 27-ին եւս Սաուդյան Արաբիայի հոբ համակարգերը խոցել էին Իրաքից արձակված անօդաչուներ, որոնք թիրախավորում էին արևելյան նահանգում եւ մայրաքաղաք Էր-Ռիադում թագավորության նավթային օբյեկտները։ Ռազմական գերատեսչությունում Իրանի պետական հեռարձակողի աղբյուրը հերքել է երկրի ներգրավվածությունը հարվածներին։ Իր հերթին Իրաքի ժողովրդական զորահավաքի ուժերը հայտարարել է, որ Բասրայում իր կենտրոնակայանին հարվածի հետևանքով վիրավորվել է խմբավորման 2 անդամ։ Միևնույն ժամանակ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում Միացյալ Նահանգների ավիաբազան եւ կենտրոնական հրամանատարության շտաբը՝ ի պատասխան Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների։ Հորդանանը հայտնել է իրանական 5 հրթիռ խոցելու մասին։ Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն անակնկալ հարձակման ընթացքում Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ արձակել է բալիստիկ հրթիռներ, որոնք բոլորը հաջողությամբ խոցվել են։ Սենթքոմը չի նշել, թե որ երկրում են թիրախավորվել ամերիկյան ուժերը։ Այս հարվածները տեղի են ունեցել վերջին օրերին Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փոխադարձ գրոհների դադարեցման ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել հուլիսի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ հանդիպումները։ Նրա խոսքով Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունները շատ լավ են անցել, քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թրամփի հետ քննարկել է Փետրիոտ համակարգերի համար բաղադրիչների արտադրության լիցենզիաների հարցը։ Շնորհակալություն է հայտնել խաղաղության ջանքերն առաջ մղելու համար։ Ուկրաինայի նախագահը նաև հանդիպել է ամերիկացի սենատորների հետ, քննարկել բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանությունը։ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Թրամփը նշել է, որ քննարկվել են բազմաթիվ կարևոր հարցեր։ Իսրայելի վարչապետն իր հերթին Թրամփի հետ հանդիպումը որակել է գերազանց եւ երբևէ տեղի ունեցած լավագույն հանդիպումներից մեկը։ Իսրայելի վարչապետի խոսքով կողմերը լիովին համամիտ են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Նաև մտքեր են փոխանակվել Իսրայելի անվտանգության եւ ապագայի համար կարևոր հարցերի շուրջ։
Կասպից ծովում ուկրաինական ուժերի կողմից իրանական նավի թիրախավորումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։ Վերջինս հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել եւ որ Կիևն էսկալացիայի չի ձգտում։ Իրանը նույնպես չի ցանկանում էսկալացիա, բայց մենք հստակեցրել ենք, որ մեր քաղաքացիների եւ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Վնասի համար պետք է փոխհատուցում լինի, հավելել է Արաղչին։ Սիբիհան իր հերթին հայտարարել է, որ անկեղծ զրույց է ունեցել Արաղչիի հետ, շեշտել Ուկրաինայի բոլոր գործողություններն ուղղված են բացառապես ռուսական ագրեսիայից պաշտպանվելուն եւ նպատակաուղղված չեն քաղաքացիական նավերի կամ անձանց դեմ։ Հուլիսի 25-ին Թեհրանը հայտնել էր, որ Ուկրաինայի կողմից իրանական նավի թիրախավորման հետևանքով զոհվել է 1 նավաստի, մի քանիսը վիրավորվել են։ Իրանը հերքել էր մեղադրանքները, որ նավը ռազմական բեռներ էր տեղափոխում եւ խոստացել էր անպատասխան չթողնել այս հարձակումը։ Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում հուլիսի 28-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Շուրջ 10,000 մարդ ապաստարաններում է։ Երկրաշարժից հետո Կաշիմա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է առևտրի կենտրոններից մեկի երկրորդ հարկը։ Նախքան փլուզումը շուրջ 200 մարդ տարհանվել է, այնուամենայնիվ փլատակներում դեռ մարդիկ կան։ Փրկարարները 2 զոհի մարմին դուրս են բերել, 5 մարդ վիրավորվել է։ Ավերածություններ են եղել նաև թղթի գործարանում, որտեղ կան վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ցնցումների պատճառով արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցվել է, չեղարկվել են թռիչքներ, վնասվել ճանապարհներ եւ կամուրջներ։ Որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Երկրաշարժի հետևանքներին արձագանքելու համար տուժած շրջաններում տեղակայվել է ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։ Նաեւ Կումամոտո է ուղարկվել ոստիկանության մոտ 500 աշխատակից։ Սյուզաննա Չրաղյան։ Հիմնանորոգվում է Գավառ համայնքի Լանջախբյուր բնակավայրի մանկապարտեզը։ 1 ամիս առաջ սկսված աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Այժմ քանդվում են պատերն ու հատակը, տարածքից հեռացվում է շինարարական աղբը։ Կատարել ենք մոտավոր քանդման աշխատանքների 90%-ը։ Պատերից ազատվել են 5 աճի սվաղը, բետոնացումը ամբողջը եւ էլեկտրականության բոլոր լարերը։ Առաջիկայում նախատեսվում է կատարել բետոնացում, ամրանավորում, շենքը ընդհանուր ունի սեյսմիկ կայունության խնդիր, կատարելու ենք սեյսմիկ կայունություն, պատերում լինելու են նոր գաջի սվաղ եւ դրանից հետո կատարվելու է ընթացիկ բոլոր աշխատանքները։ 1970-ականներին կառուցված եւ տարիների ընթացքում որոշակիորեն վերանորոգված շենքն արդեն պահանջում էր հիմնանորոգում։ Մանկապարտեզ հաճախող երեխաների համար պայմաններն արդեն անբարենպաստ էին։ Տարածքը խոնավ էր ու անբարեկարգ։ Խոշորացումից հետո մենք դիմեցինք Պարոն Մարտիրոսյանին, որ այս խնդիրը վերջնական լուծվեր։ Մենք շնորհակալ ենք Պարոն Մարտիրոսյանից, որ այս խնդիրը վերջնականապես լուծվավ։ Այսի մեծ խնդիր է Լանջախբյուր գյուղի համար, բնակիչների համար, մեծ ուրախություն, որ այսօր մեր մանկապարտեզը վերանորոգվում է եւ մեր երեխաները կոչել են ավելի բարեկեցիկ, ավելի լավ մանկապարտեզ։ Մանկապարտեզի շինարարությամբ հատկապես ոգևորված են լանջախբյուրցիները։ Հավատացած են, որ հիմնանորոգումից հետո բնակավայրի նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները հնարավորություն կունենան հաճախելու բարեկարգ ու սահմանված չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ։ Բավականին շատ երեխաներ կան, լավ աշխատակազմ կա, բայց շենքային պայմանները ահավոր էր։ Որպես այս գյուղի բնակիչ շատ շնորհակալ եմ, որ մեր խնդրանքին ընդառաջ գնաց, ժամանակ առ ժամանակ այցելում ենք, տեսնում ենք նաև շինարարները, նորմալ մոտեցում են ցուցաբերում, հույսով լինենք, որ կանխատեսված ժամանակից շուտ կկառուցվի, շատ շնորհակալ ենք նախաձեռնողներին, որ կատարվեց մեր երազանքը։ Լանջախբյուրի մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվում է Գավառի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի արժեքը կազմում է 256 միլիոն 96 հազար դրամ։ Գումարի 75%-ը տրամադրում է պետությունը, 25%-ը համայնքը։ Աշխատանքների իրականացման համար նախատեսված է 2 տարի ժամկետ։ Ալվարդ Մանուկյան։ Տավուշի մարզում մեկնարկեց Ֆրանսիայի Օդեսեն դեպարտամենտի եւ Տավուշի մարզպետարանի համատեղ ծրագրային գործողությունը, որի նպատակն է ստեղծել մարզային ագրոզբոսաշրջային ցանց, նպաստելով գյուղական բնակավայրերի զարգացմանը, տեղական արտադրանքի խթանմանը եւ զբոսաշրջային նոր հնարավորությունների ստեղծմանը։ Նախնական կա մոտ 50 կազմակերպություն, որոնք հետաքրքրված են զբոսաշրջության եւ գյուղատնտեսական ոլորտները համադրելուն եւ ագրոզբոսաշրջային արդյունք ստեղծելուն, հիմնական
հիմնական նախադրյալը դա է, հիմնական նպատակը դա է, սակայն կան հեռահար նպատակներ, դա հայ-ֆրանսիական գործարար համագործակցության զարգացումն է ապակենտրոնացված մակարդակում, այսինքն տեղական մակարդակում եւ սրա վրա կատարվում է հատուկ շեշտադրում։ Ծրագրի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձում սահմանամերձ համայնքներին, Գիրանցի տարածաշրջանում նոր սահմանազատված հատվածում գործարար միջավայրի ձևավորմանը, այդ գործարար միջավայրի շրջանակում հայ-ֆրանսիական բիզնես համագործակցության զարգացմանը եւ փորձարվում իհարկե մարզի զբոսաշրջային ներուժը, քիչ օգտագործվող ներուժը ավելի մեծ չափով հանրայնացնել եւ դրա շրջանակում ապահովել բարեկեցության նոր շրջանակ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է միավորել Տավուշի մարզի գյուղատնտեսական, զբոսաշրջային եւ համայնքային ներուժը ձևավորելով համագործակցության նոր հարթակներ։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու փոքր եւ միջին տնտեսություններին, զարգացնելու ագրոզբոսաշրջային ծառայությունները եւ բարձրացնելու մարզի ճանաչելիությունը թե Հայաստանում, թե միջազգային հարթակներում։ Je suis volontaire au sein du Fonds arménien. Այս միջոցառումը Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցության շատ լավ օրինակ է, մասնավորապես ՕԴՍ դեպարտամենտի եւ Տավուշի մարզի միջև համագործակցության։ Կարևոր է զարգացնել տեղական դերակատարների կարողությունները, ստեղծել տեղական հնարավորություններ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում եւ ավելի կոնկրետ ագրոզբոսաշրջության ուղղությամբ, որն այսօրվա միջոցառման հիմնական թեման է։ Շատ կարևոր է ընդգծել Ֆրանսիայի ՕԴՍ դեպարտամենտի եւ Տավուշի մարզի միջև համագործակցության նշանակությունը, նոր աշխատատեղեր, երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու եւ այն գյուղատնտեսական տնտեսություններին աջակցելու տեսանկյունից, որոնք ցանկանում են զբաղվել ագրոզբոսաշրջությամբ։ Qui veulent se lancer dans l'agritourisme. Ծրագրի հիմնական ուղղություններից են տեղական արտադրողների կարողությունների զարգացումը, գյուղական բնակավայրերում զբոսաշրջային առաջարկների ձևավորումը, ինչպես նաև բնության, մշակույթի եւ գյուղատնտեսության համադրությամբ նոր երթուղիների ստեղծումը։ Գիտենք, որ ժամանակակից Հայաստանում տուրիստական կամ туриզմի զարգացման հեռանկարները բավականին մեծ են։ Նույնիսկ մեր միջավայրում, մեր հորիզոնում դիտարկելով արդեն տուրիստների քանակությամբ կհասկանանք, այսինքն չլինելով մասնագետ, արդեն կհասկանանք, որքանով մեծ դինամիկա ունի զարգացման կամ պոտենցիալ ունի զարգացման։ Բայց դրա հետ միաժամանակ մենք չենք ֆիքսում, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը զուգահեռ մեծանում է, այսինքն թափոնների ավելացում, ռեսուրսների սպառում, ռեսուրսները միայն չֆիքսենք, որ դա էլեկտրաէներգիա եւ ջրի սպառում է, այլ գյուղ արտադրանքի սպառումն ենք ֆիքսում։ Եթե ժամանակին կողմնորոշում էր լինելու արտահանման, հիմա տեղում սպառելու տուրիստի ներգրավելով, այսինքն ագրոզբոսաշրջության կայուն զարգացման նորից մեծ պոտենցիալ ունենք։ Այստեղ պարզապես պետք է ֆիքսել, թե որքանով ենք մենք ներդրում անում այն ռեսուրսին, որը ջրի է տրվում մեզ։ Փորձագետների գնահատմամբ Տավուշն ունի ագրոզբոսաշրջային զարգացման մեծ ներուժ։ Մարզի բնական լանդշաֆտները, ավանդական գյուղատնտեսությունը, տեղական խոհանոցն ու մշակութային ժառանգությունը կարող են դառնալ զբոսաշրջային նոր արտադրանքի հիմքը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև փորձի փոխանակում ֆրանսիական կողմի հետ, կիրառելով գյուղական զարգացման եւ կայուն զբոսաշրջության ոլորտում հաջողված մոտեցումները։ Երբ որ գյուղացին գյուղատնտեսությամբ է զբաղվում, այս ամենի միջոցով կարող է նաև այդ ամենը վերածել հավելյալ եկամտի, ունենալով եւ աշխատատեղեր եւ արդեն նոր ծրագրեր, գաղափարներ իրականացնել գյուղերում, այսինքն երբ որ գյուղացին նույն գործողությունները կատարում է, անասուն է պահում, այգի է մշակում, ձիավարությամբ է զբաղվում կամ խաղող է արտադրում գինի, նույնը կարող է ցույց տալ ավելի գեղեցիկ ձևով եւ զբոսաշրջիկին հետաքրքիր ձևով։ Այսինքն մեր տարածաշրջանը ինքնին ունի այն պոտենցիալը, այն ամեն ինչը որ հետաքրքիր է ժամանակակից զբոսաշրջիկին, իրական կյանքը հեռու այս networking-ից, այս on-line դարից, այն ամենը, ինչը որ հետաքրքիր է զբոսաշրջիկին։ Կարծում եմ ագրոզբոսաշրջությունը շատ անհրաժեշտ է մեր բոլորին
ավելի զարգացնելու եւ մնալու համայնքում։ Տեղական ագրոզբոսաշրջային ցանցի ձևավորումը նպատակ ունի ստեղծել միասնական ցանց, որտեղ գյուղական տնտեսությունները, զբոսաշրջային կառույցները եւ համայնքները կկարողանան համատեղ ներկայացնել մարզի հնարավորությունները, ձևավորելով մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Քարտեզագրելով Սյունիքի ապագան, հենց այսպես էր կոչվում երրորդյա գիտակրթական ամառային ճամբարը, որի նախաձեռնողներն էին Կապանի լեռնահարաստացման կոմբինատը եւ Երևանի պետական համալսարանը։ Թվով 30 պատանի եւ երիտասարդ թեմատիկ դասախոսությունների, շրջայցերի եւ թիմային աշխատանքի միջոցով բացահայտեցին երկրաբանի մասնագիտության գաղտնիքները։ Այս ծրագիրը մեծ հնարավորություն է տալիս նախ ուսանողներին կողմնորոշվելու արտադրությունում կոնկրետ երկրաբանի դերը, ինչով է զբաղվում երկրաբանը, քանի որ ինքը կարելի ասել ծավալուն աշխատանք է կատարվում, ունի բազում ուղղություններ եւ ուսանողները երբեմն պատկերացում չունեն երկրաբանության ոլորտում ինչ ուղղություններ կան։ Նաեւ հնարավորություն է տալիս դպրոցականներին կողմնորոշվելու իրենց հետագա ընտրության հարցում եւ արդեն բուր գնալուց առաջ պատկերացում ունենալու, թե ինչ ուղղվածություն են ընտրելու եւ ինչ են սովորելու, որոշակի բազա ունենալու։ Կրթության եւ արտադրության այսպիսի համագործակցությունը շատ ընդգծում է մասնագիտության կարեւորությունը երկրաբանի։ Նախորդ տարի Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում Կապանի լեռնահարաստացման կոմբինատի շնորհիվ տասնամյակների դադարից հետո վերաբացվեց երկրաբանի դպրոցը։ Քարտեզագրելով Սյունիքի ապագան ծրագիրը թերևս երկրորդ խոշոր գիտակրթական նախագիծն է, որը կյանքի է կոչվում համագործակցության հուշագրի շրջանակում։ Այս համագործակցությունը մասնակիցների համար լավ հնարավորություն է անմիջապես տեղում ծանոթանալու արտադրական շղթային, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը արտադրությունում, ինչու՞ չէ նաև բացահայտելու Սյունիքի ներուժն ու առանձնահատկությունները։ Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը դեռևս շատ եւ շատ լավ պտուղներ է տալու եւ Երևանի պետական համալսարանի եւ կոմբինատի համար եւ նաեւ Սյունիքի համար, իսկ ինչու՞ ոչ նաեւ Հայաստանի համար։ Խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների հետ, իսկ խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների համար շատ կարևոր է ոչ միայն տեխնիկան, ոչ միայն մամուլական ներուժը, այլ նաեւ հետազոտական եւ գիտական ներուժը։ Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր ոլորտի զարգացում դժվար է պատկերացնել առանց նորարարության եւ երիտասարդների։ Ծրագրի գլխավոր նպատակն է հանքարդյունաբերությունը ավելի գրավիչ դարձնելը եւ Սյունիքի ներուժը բացահայտելը։ Հետաքրքրությամբ եմ եկել, հայտը տեսնելու պես գրանցվել եմ, որ ինձ հետաքրքիր է, որ եթե եզակի մարդիկ են գրանցվում եւ գնում երկրաբանական, խնդիրն ինչումն է, որ արդյոք ինքը հեռանկարային մասնագիտություն է, աշխատանք լինելա թե չէ, եւ այդպես գրանցվեցի երկրաբանական ճամբարին հաճախելու համար։ Հետաքրքիր է կոմբինատի տարածքում ուսումնասիրություններ կատարելը, թե ինչպես են այդ ապարները հանում, ուսումնասիրում, ինչ գործունեություն են կատարում եւ ընդհանրապես ընկերներ ձեռք բերելը այլ տեղերից եւ ծանոթներ գտնելը շատ լավ է ինձ թվում է, ինչպես նաեւ ԵՊՀ-ի մասնագետներից իրենց գիտելիքներով կիսվելը եւ այդ գիտելիքները հետագայում օգտագործելը եւ ուրիշներին ներկայացնելը։ Նախաձեռնությունը միտված է նաև դպրոց բու գործատու կապի ամրապնդմանը։ Ձևաչափը թույլ է տալիս ծանոթանալ ոլորտի հնարավորություններին, ընտրություն կատարել եւ ապագայում համալրել մասնագետների շարքերը։ Կապանի ԼՀԿ-ն իր աշխատանքային գործունեության հիմնաքարը դրեց հնարավորինս արագ եւ ուժեղ թիմով աշխատանքների զարգացման մեջ եւ ինչ է պետք արագ եւ ուժեղ թիմ ունենալու համար համար մեկը դա անձնակազմն է, մարդկային ռեսուրսներն է։ Մենք ստեղծեցինք Geolab միջավայրը, մենք ունենք Պատանի երկրաբանի դպրոցը, որ երևի տասնամյակներ շարունակ չէր եղել, այսօր այդ դպրոցի շրջանակում երեխաները գալով Պատանի երկրաբանի դպրոց տեսնում են երկրաբանի կարևորությունը, հանքարդյունաբերության լրջությունը եւ իրենց մասնագիտական կողմնորոշման մեջ լուրջ դեր է խաղում այդ դպրոցը։ Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկում հանքարդյունաբերությունում մասնագիտական ներուժի ապահովումը ժամանակի հրամայականն է։ Ոլորտի ապագան մեծապես կախված է այն ծրագրերից, որոնք միտված են առավել հետաքրքրական դարձնելու ընդերքը բացահայտողների առաքելությունը։ Անիկ Գրիգորյան, Տիգրան Թումանյան։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել եւ իրականացրել են ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել եւ հետազոտվել իրացման վերաբերյալ տվյալները։ Միաժամանակ ուսումնասիրվել են նաեւ վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ։ Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-ից 26 թվականներին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի եւ դիզելային վառելքի վաճառքների մասով հայտարարագրվել է շուրջ 600 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 միլիոն ՀՀ դրամ։ Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման առատավոր վարքագծից եւ չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։